Ամենակախարդական եւ նկարչական ողջույնները ձեզ իմ փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում, ինչպես միշտ, մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում Քերի Մուլտիկնիկը, ողջունում են ձեզ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, գրեգերներով, չիպսերով, արևածաղկի սերմերով, մարշմելոներով հանդերձ։ Նախաճաշը մոռացա, շատ համեղ նախաճաշիկներ ունի մեր Ապաչին, այսպիսի մրգային համերով, շոկոլադի համերով եւ այլն։ Չմոռանանք ձեր մրցանակը Ապաչի կողմից։ Երբ որ դուք նկարում եք, սիրելի փոքրիկներ, հորինում եք պատմություն, ուղարկում եք Քերի Մուլտիկնիկին լավագույն պատմության հեղինակը, հեքիաթ ասենք, լավ։ Նկարի հեղինակները հաղթողին ճանաչում, հրավիրվում են մեր տաղավար եւ ստանում են այսպիսի Ապաչի հավաքածու։ Բա ողջույնները շարունակվում են։ Էլով է ձեզ ողջունում, սիրելի փոքրիկներ։ Դե արդեն 22 տարի նրա մասին գիտեք, բայց երբևիցե չեք տեսել։ Այս տեսա խցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Քերին։ Քերի, ողջույն փոքրիկների կողմից։ Քերին այսպես չի ողջունում, միշտ այսպես է ողջունում։ Ողջույն Քերի։ Քերին բարի է, էլի մեզ երկար եթերային ժամանակ կտա, քանի որ մեր նամակների սենյակից մի ծրար եմ բերել։ Ուզում եմ այս ծրարը բացել, փոքրիկի նկարները ցուցադրել, ընթերցել նրա նամակները, նոր, արդեն կանցնենք նկարին։ Դուք ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկները, սև կախարդական մատիտը եւ ռետինե ջնջոցը պատրաստ տայեք։ Ով է մեր փոքրիկը։ Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս, Չարենցի փողոց, փողոց 6, հա, տուն 2, Հովանեսյան Մուրադ։ Երևի սա հայրիկն է, դե նամակից պարզ կդառնա թե ով է ուղարկել այս նկարները գեղեցիկ գունեղ ներկված, վայ զարմանալի է։ Մուրադ Հովանեսյան։ Так, բարև ձեզ սիրելի Քերի Մուլտիկնիկ, այսպես է գրում։ Ես Հասմիկ Հովանեսյանն եմ, որ ասում է հայրիկի անունն էր երևի Մուրադ։ Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Սովորում եմ թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ A դասարանում։ Շատ մեծ հետաքրքրությամբ նայում եմ ձեր բոլոր հաղորդումները, ապրես դու։ Բազմիցս ուղարկել եմ ձեզ նամակներ, նաև Մելոգրանո ընտանիքի անդամների նկարները։ Ես հիշում եմ, շնորհավորում եմ Սուրբ Հարության տոնը, ճիշտ է, տոնը անցել է, մինչև նամակը հասել է Քերի Մուլտիկնիկին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, շատ կցանկանայի մասնակցել ձեր մրցույթին։ Սիրով գրում եմ հայրիկիս հեռախոսահամարը։ Մի անգամից եթերից ասեմ, այստեղ հեռախոսահամարը կպահեմ, ես քեզ անպայման հրավիրելու եմ մեր տաղավար։ Հովանեսյան Հասմիկ ջան, քանի որ դու շատ գունեղ ես ներկում, նկարելը լավ ես նկարում, բայց որ այսպես հյութեղ գույներով ներկում ես, Քերի Մուլտիկնիկին շատ է դուր գալիս, տեսեք։ Ապրես դու։ Հիմա հաջորդը Լեոպոլդն է, հայտնի մուլտֆիլմի հերոսը, իր մկնիկներով հանդերձ։ Այսպեսի մի ռուսերեն խոսք կա, որ միշտ ասում է. «Ребята, давайте жить дружно»։ Երեխաներ, եկեք ապրենք իրար հետ համեստ եւ խաղաղ։ Հա, ապա տեսեք այս աղջնակին ինչպես է նկարել։ Բա ինչպես է ներկել, ինչ շատ է դուր գալիս, այսպես որ գեղեցիկ հյութեղ ներկում ես։ Հասմիկ ջան Հովանեսյան։ Ապա այստեղ նայեք, Քերի, ուշադրություն, ինչ գեղեցիկ են դասավորված հերոսները, ու այստեղ բան է գրված, երևի նա է հորինել։ Ինչ մանր տառերով է գրված, ես կփորձեմ ընթերցել։ Մանուկների մոլորակում կան աշխարհի բոլոր երեխաները։ Կան այնպիսի երեխաներ, որոնք լողում են, պարում են, խաղում են, երգում են, նաև չարաճճիություն են անում։ Բայց չարաճճի երեխաները մոլորակում մի պայմանով են, որ չեն նեղացնի եւ չեն ծաղրի մյուս երեխաների։ Բա, ապրես դու, իսկ ներքևում այսպիսի քարատող է։ Ճնճղուկներն են երգում, երգ է երգում եւ հովը, արվակներն են երգում, երգ է ասում եւ ծովը։ Ոնց է Քերի։ Ապրես դու Հասմիկ ջան։ Հիմա
Տես, ես հայրիկի հեռախոսահամարը կպահեմ, մնացած ծրարը, քո գեղեցիկ նկարները, կուղարկեմ կախարդական փոստարկղ, թող մուլտ աշխարհի հերոսները զարմանան, թե դու ինչքան տաղանդավոր ես։ Բա, իսկ հիմա կատարելու ենք մեր փոքրիկներից, մեր մշտական հերոստադիտողներից մեկի խնդրանքը։ Մարտինը, մեզ էլի նամակ գրեք քաղաք Երևանից, 10 տարեկան, շատ է խնդրել քերի, որ քերի մուլտիկնիկը սովորեցնի բոլոր երեխաներին եւ Մարտինին նկարել աշխատասեր պապիկը քլունգով։ Քերին ասում է, բա։ Եվ այս վերնագրով մենք պետք է հեքիաթ պատմություն հորինենք։ Ուղղակի քերի մուլտիկնիկին։ Ես ամենակարևորը ձեզ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել մեր այս պապիկին եւ իր քլունգը։ Վերցնում ենք կախարդական սև մատիտը եւ սկսում ենք նկարել։ Դե պապիկի ունքերից եմ սկսելու, ուշադրություն, կիսալուսնաձև այսպիսի պատկեր եմ նկարելու։ 1 իրար մոտ, սպիտակ, ալեհեր ունքերն են։ Աչքերն եմ հեշտ սովորեցնելու նկարել, կլորիկով չենք անի։ Գծիկ, գծիկ եւ սևիկները ներքևի հատվածում։ Կիսա կլորիկ, այսպես։ 1 Քիտիկը դյուրին ձևով ձեզ կսովորեցնեմ, կլորիկով եկեք անենք, հա։ Այսպիսի մի կլորիկ քիթիկ կանենք պապիկին, եթե բեղերը նկարենք, այսպես, զիգզագաձև գծիկով, ոպ, հիմա այդը կնկարենք այստեղ կլորիկ, դեպի վերև, քանի որ քլունգով է, այգեգործ է պապիկ աշխատասեր, գուցե նրան տանք լայն եզր գլխարկ հնքերի, ասում այո, որպեսզի արևից պաշտպանի, այսպիսի կոր գծիկով կմիացնենք, այստեղից լայն եզր մասը կնկարենք, եւ գլխարկի վերևի հատվածը։ Ապրի պապիկը, հիմա ես սև մատիտս կփոխեմ, ուզում եմ պապիկին մորուք նկարել, ալեհեր մորուք, բայց տեսեք ինչ ենք անելու, այսպիսի գծիկներ ձախ եւ աջ, համենա թե կլորիկ մորուք ենք անելու, բայց ես ձեզ սովորեցնել եմ այսպիսի անկյուններով կանենք պապիկի մորուքը։ Հիշում եք, չէ՞ գտնված երազը մուլտֆիլմի հերոսին պապիկին։ Այսպես բերանի խորոչը մի քիչ սևով կանենք ու շրթունք։ Վերջ մեր պապիկը պատրաստ է, իմ փոքրիկ բարեկամներ։ Հիմա պապիկին մի քիչ կերած խմած նկարենք, հա, փորիկով։ Թաթիկները կկախենք ներքև։ Հոպ։ Շապիկի թևիկներն են սրանք։ Բա, այստեղ վերնագիրն է կարևոր, որ Մարտինը խնդրել է, աշխատասեր պապիկը քլունգով։ Այսինքն, մենք այստեղ բռունցքն ենք նկարելու, 1, 2, 3, կլորիկ, հիմա կասեք ինչու չէ կլորիկ, որպեսզի քլունգի փայտիկը, փոչիկը նկարենք, հիմա հակառակ կլորիկ կանենք, այստեղ բութ մատիկը, այստեղ էլ բութ մատիկ, արդեն ծալված։ Նորից բռունցքը կնկարենք 1, 2, 3, արդեն փայտիկը բռնված է, այստեղից փայտիկի պոչիկն ենք անելու, մի քիչ առաջ կգնանք, կոր գծիկով կմիացնենք ու երկաթյա քլունգի գլուխը սրածայր պետք է նկարենք սիրելի փոքրիկներ, այստեղից ավելի սուր, ետևի մասում ավելի տափակ։ Քլունգն էլ պատրաստ է կացեց թե։ Հիմա տաբատն ենք նկարելու պապիկի։ Տեսեք, այստեղից գծիկներ, տաբատը քիչնենք ներքև, երկու գծիկով կմիացնենք իրար, այսպես, կենտրոնից գծիկ, տաբատը արդեն թևիկները ունի եւ պապիկի կոշիկները։ Մի քիչ թեք ստացվեց, բայց ոչինչ։ Կրունկները կոշիկի, այստեղ էլ սևով կանենք, մարգագետինը կառանձնացնենք, Եթե ժամանակը բավականացնի, մենք ետևի մասում նաև այգի կնկարենք։ Այսպես գնացինք, ինչպես են գեղեցիկ ներկելու, վերցնում ենք մարշմելոյի ամպիկը, ամենակախարդական մարշմելոն, ուտում ենք, ասում ենք այլբուլդը, կախարդական ուժ ենք ստանում և ներկում ենք։ Ես կվերցնեմ ուրեմն բաց նարնջագույն մատիտը, դեմքը կսկսեմ ներկել ձախակողմյա հատվածից։ Տեսեք, քանի որ պապիկ է, աչքերը կթողենք ալեհեր, ներեցեք, ունքերը ալեհեր կթողենք, սպիտակ, այսպես, ես եթե նկատում եք սիրելի փոքրիկներ, միայն ձախակողմյա հատվածն եմ բաց նարնջագույն ներկում, կոպերը,
ներքևի հատված, որ աչքերը սպիտակ մնան, այստեղ կարելի է մի փոքր ներկել շրթունքը։ Հիմա ձեռքերին ենք անցնում, էլի ձախակողմյան մասը բաց նարնջագույն կներկենք, էլի ձախակողմյան մասը, նարնջագույն մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք որ մատիտը ամենակախարդական, քերին ասում եք երկար ժամանակ ունեք, ներկիր, ամենակախարդական դեղին մատիտը սպիտակ թողված հատվածները ներկում ենք բաց դեղին, ունքերը սպիտակ ենք թողնում, մորուքը սպիտակ ենք թողնում, անցնում ենք ձեռքերին, մենք կարող ենք նաև մարմնագույն ներկել, սիրելի փոքրիկներ, բայց քանի որ մուլտիպլիկացիոն հերոս է, կարծես թե բավական է։ Վերցնում եմ վարդագույն մատիտը, ուզում եմ լայն եզր գլխարկը ներկել վարդագույն պապիկի, գծիկներից դուրս չեն գալիս, տեսեք ես դուրս եկա, այսպես, վարդագույն գլխարկով, մեր պապիկը, լայն եզր մասը նկարեցինք, հիմա վերևի հատվածն ենք ներկում, կարող եք կենտրոնական մասում փայլիկ թողնել, չներկել, այսպես, այսպես։ Շրթունքը մի փոքր կարելի է կարմիր անել, այտերն էլ կլորիկով։ Շատ լավ է։ Շապիկը ներկելու եմ սիրելի փոքրիկներ։ Կարմիր։ Լավ, դուք ինչ գույնով ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք։ Ձեր հերոսն է սիրելի փոքրիկ բարեկամներ, դուք եք որոշում, թե ինչ գույնով ներկեք։ Բայց ներկելուց առաջ ընդգծեք պատկերը, քանի որ խոստացել ենք, որ մորուքը պետք է սպիտակ մնա, չէ՞։ Գծիկից դուրս այսպես ընդգծում ենք։ Այսպես։ Կարող եմ ձախակողմյա հատվածը մի քիչ մուգ ներկել, աջակողմյան մասը մի քիչ թույլ երանգով, տեսաք։ Նաև թևի կլորնա։ Հիմա նույն ձևով փորիկը կանենք։ Ձախակողմյան հատվածը այսպես մուգ կարմիր ենք ներկելու։ Այսպես, աջակողմյա հատվածը թույլ երանգով կամ կարող եք վերցնել մուգ եւ բաց կարմիր մատիտները։ Այսպես նաև ներկելու ենք ընդգծելուց հետո։ Մյուս թևիկը, էլի ձախակողմյա մասը կարող եք մուգ ներկել։ Այսպես, աջակողմյա մասը թույլ երանգով։ Շատ լավ է, անցնում ենք տաբատին, տաբատը ես ուզում եմ կապույտ ներկել, գուցե ջինս է, քերին ասում է շտապիր, ինչ տաբատ, քեզ մնացել է 5 րոպե, լավ շատ արագ ներկեմ քերի, եթե չհասցնենք, սիրելի փոքրիկներ, ըստ ձեր մանկական երևակայությամբ կարող եք նկարը շարունակել, ետևում այգին նկարել, ծառերը, ուղղակի ես կերանգավորեմ, այսպես, էլի ձախակողմյա մասը, այսպես մուգ եմ ներկում, աջակողմյա մասը թույլ երանգ եմ տալիս, ու նոր անցնում եմ կոշիկներին։ Կոշիկներն էլ եմ կարմիր անելու, կներեք։ Դուք ինչ գույնով ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք։ Այսպես։ Խլունգով պապիկը։ Շագանակագույն մատիտն է մեզ օգնության գալու։ Ինչ ենք անում։ Շագանակագույն մատիտով այսպես փայտիկի ներքևի հատվածը ներկում ենք, վերևի հատվածը թողնում ենք սպիտակ, իսկ այդ ժամանակ մեզ ով է օգնության գալիս ամենակախարդական դեղին մատիտը։ Փայտիկը կլորացնում ենք այսպես ու այսպես։ Մոխրագույնը, գուցե չերևա հա մոխրագույնը քերի, բայց ներկենք։ Խլունգի երկաթյա մասը ներկում ենք մոխրագույն։ Մի քիչ սևով երանք կտամ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Այստեղ, կլորացավ, այստեղ սրացավ, այս տափակ մասներ մի քիչ կսրացնենք, վերջ, շատ լավ է։ Ինչքան ժամանակ ունենք քերի։ 4 րոպե, լավ, եկեք կանաչով։ Խոտիկները ներկենք, էլ չենք հասցնի ծառեր նկարել, բայց դուք առանց ծառերի, առանց ծառ նկարելու, ձեր նկարը չուղարկեք քերի մուլտիկնիկին։ Այնտեղ բնություն, ծառ, թուփեր, հատապտուղներ, ինչ ցանկանում եք, ինչ ձեր մանկական երևակայությամբ կանցնի։ Ես ուղղակի շերտիկների կբաժանեմ։ Այստեղից էլ հերվում գտնվող դաշտը կնկարենք։ Երկրորդ շերտիկ արդեն բաց կանաչ մատիտով կներկենք, երկինքը արդեն պարզ է կապույտով կներկենք։ Սա որպես առաջադրանք ձեզ սիրելի փոքրիկ բարեկամներ, անպայման այս դաշտում նկարում եք ծառեր, թփեր, որտեղ եւ աշխատում է մեր պապիկը։ Երրորդ շերտիկ արդեն գծիկից վերև կապույտ մատիտով ուղղակի մենք սպիտակ թղթիկը կճնշենք, նաև կդառնա ամպիկ։ Տեսեք գաղտնիքը որն է։ Ես սպիտակ թղթիկը ճնշեցի, սպիտակ մորուքը շատ լավ երևաց։
Այսպես, ամբողջովին չեմ ներկի, ամպիկի նման կներկեմ։ Այսպես, հիմա աչակողմյան հատվածը, էլի սպիտակ մորուքը մնաց, սպիտակ, երբ որ սպիտակ թղթիկը ճնշեցինք։ Վերջ, պապի ջան, կարծես թե նկարեցինք, ավարտեցինք։ Եստեղ մի քանի խոտիկներ, քերի, մի քիչ ժամանակ։ Այսպես։ Թե չէ նկարը մի քիչ աղքատիկ է ստացվում, ափսոս, որ եթերային ժամանակը այսքան կարճ է։ Դե կարճ չէ, 20 րոպե։ Այսպես։ Վերջ, իմ լավ բարեկամներ, մեր մշտական հեռուստադիտող 10 տարեկան Մարտինը քաղաք Երևանից, որ խնդրել էր քերի մուլտիկներին այսպիսի վերնագրով նկար նկարել, աշխատասեր պապիկը Քլունգով։ Մենք նկարեցինք ամենակարևորը հես ձևով։ Ժամանակ գողանանք սև մատիտով բեխիկներին այսպիսի գծիկներ կտանք։ Վերջ, այս նկարները ձեր հորինված պատմությունները ուղարկում եք քերի մուլտիկնիկին մեր ամփոփող հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը, այսքանը։ Գուցե հենց դու, սիրելի փոքրիկս, հաղթող ճանաչվես եւ հայտնվես քերի մուլտիկնիկի արվեստանոցում, այն պարկը քեզ է սպասում։ Հավաքածուն ապաչի։ Իսկ դուք սիրելի ծնողներ, բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ինչու՞, կբաժանորդագրվեք, կմետնեք, կտեսնեք։ Քերի ավարտում եմ, ժամապահ քերին ասում է Բերջ։ Ավարտում եմ քերին, ժամապահ քերին, մեր աշխատասեր պապիկը Քլունգով, մուլտ աշխարհի հերոսները, ապաչի ընկերությունը եւ քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, ձեզ հետ միասին մի նոր մուլտիպլիկացիոն հերոս կստեղծենք։ Դե նկարելով կստեղծենք։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան։ Ալբուլդը։ Oh.